Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիկայիմ YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր այս ֆորմատով խոսելու ենք եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, բավական նյութ է կուտակվել եւ այս ընթացքում իշխանությունները բավական քարոզչական հետաքրքիր արշավներ են իրականացնում եւ նկատում եմ նաեւ որոշ չափով հուսահատություն ասեմ ընդդիմադիր դաշտում, այլ եկեղեցուն պաշտպանող հանրության դաշտում, որը բարեբախտաբար մեծամասնություն է, հուսահատություն, որը արդարացված չէ, եւ ես կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում վեհափառ հայրապետն իր ամրությամբ եւ ժողովուրդը իր միակամությամբ տապալել է Նիկոլ Փաշինյանի նախնական պլանները, իր տերերի նախնական պլանները, եւ այո, չնայած որ իշխանական բոլոր լծակները գործի են դրվել, չնայած որ իշխանությունները հնարավոր բոլոր կարմիր գծերը հատել են, բայց չկարողացան իրենք ժողովրդական աջակցություն ստանալ, եւ սա ամենակարևոր մասն է, որ պիտի արձանագրենք, որ առաջնային պլանում Փաշինյանը տապալվել է։ Եվ եկեղեցու շուրջ տեղ ունեցող այս ապօրինի գործընթացները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես մահացել է, Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի։ Փաշինյանը կա, քանի դեռ կա պետական ապարատի եւ մասնավորապես ուժային կառույցների ոստիկանության դատախազության աջակցությունը։ Եթե մի պահ որևէ պարագայում ոստիկանությունը չկատարի Փաշինյանի հրահանգը, չկատարի Նիկոլ Փաշինյանի հրահանգով ապօրինություններ, ես ձեզ վստահեցնում եմ, Փաշինյանը ոչ միայն չի մնա իշխանության, Փաշինյանը ուղղակի կորոշի փախնել Հայաստանից։ Եթե իհարկե հասցնի, եթե իհարկե օդանավի հրամանատարը ի տարբերություն ոստիկանության կատարի Նիկոլ Փաշինյանի հրամանը, ցանկությունը։ Սրանք չափազանցություններ չեն, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, եւ այսօր փաստերով հենց Նիկոլ Փաշինյանի խոսքով մենք ցույց ենք տալու, որ Բլիցկրիգը Փաշինյանի մոտ տապալվել է, որովհետեւ չկար ժողովրդական աջակցություն։ Որն էր Փաշինյանի նախնական պլանը։ Փաշինյանի նախնական պլանը հետևյալն է. ինքը հակաեկեղեցական արշավ է սկսում, իրեն միանում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ինքը Վաղարշապատի կենտրոնում, անգամ իր բառերն եմ օգտագործում, հրավիրում է հանրահավաք, այդ հանրահավաքի ճնշման ներքո վեհափառ հայրապետը ինքնակամ հեռանում է, որովհետև մենք արձանագրել ենք վեհափառ հայրապետին հրաժարական պարտադրելու կամ impeachment-ի, այսպես ասած, ենթարկելու ինստիտուտներ գոյություն չունեն։ Վեհափառ հայրապետը երկու սցենարի դեպքում կարող է թողնել լուսավորչի գահը։ Մեկը ինքնակամ, եթե հեռանա, երկրորդը Աստված ոչ անի մահվան պարագայում, այսինքն ուրիշ սցենար չկա գծած հայ առաքելական սուրբ եկեղեցու գահակալին հեռացնելու։ Այս երկու տարբերակն է՝ ինքնակամ եւ մահվան պարագան։ Ինքնակամը մի քիչ շակերտների մեջ վերցնենք Նիկոլ Փաշինյանի այս արշավի շրջանակներում, որովհետեւ Փաշինյանի նպատակն էր շակերտների մեջ ինքնակամ հեռացնել վեհափառին, այսինքն շանտաժով, սպառնալիքներով, ժողովրդական ճնշմամբ հասնել դրան, որ վեհափառը որոշեր հեռանալ։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ երբ սկսվեց այս արշավը, մենք այս մեր տաղավարում խոսել ենք այս թեմաների մասին, ես առանձին եթեր եմ ունեցել, նաև հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ եւ մի բան արձանագրել ենք, որ եթե վեհափառը որոշի չհեռանալ, Փաշինյանը հնարավորություն չունի եւ Փաշինյանի ամբողջ տակտիկան այն է, որ շանտաժի ենթարկի, սպառնալիքների ենթարկի եւ հասնի նրան, որ վեհափառը ինքնակամ հեռանա։ Չհասավ դրան։ Ինչու չհասավ, որտեղ ժողովուրդը չմիացավ։ Ժողովուրդը չմիացավ։ Այո, դուք ձեզ կարող է թվալ, թե այդ մի քանի հազար մարդը բավական մեծ թիվ են, ոչ։ Նման խնդիր լուծելու համար դա ուղղակի չնչին մարդկային աջակցություն է, հանրային չնչին աջակցություն է։ Եվ այն, որ Փաշինյանը չուներ նպատակ այս ճանապարհով գնալու, այն ճանապարհով, որ հիմա գնում է, երբ օգտագործում է մի շարք սրբազանների, Փաշինյանը դրա մասին խոսել է օգոստոսին, եթե հիշում եք, այդ ամիս ինքը հայտարարել էր, որ շարժում է սկսում եւ այդ շարժման միջոցով է հեռացնելու վեհափառ հայրապետին։ Շարժումն էլ կարծեմ կոչվում էր վեհափառը վեհի։
Հիմա ինչ եղավ, անգամ նախաձեռնող խմբի մեկ հավաք է եղել, սրա մասին մենք գրել ենք, կառավարության շենքում է եղել նախաձեռնող խմբի հավաքը, բայց այդ մի հավաքից հետո որևէ բան տեղի չի ունեցել, որտեվ չի եղել հանրային աջակցություն։ Խնդրեմ, լսենք Նիկոլ Փաշինյանին, թե ինչ էր նա պլանավորում անել 2025 թվականի օգոստոսին եւ հիմա ինչով է զբաղված, խնդրեմ։ Նախ ձեր հարցին ես 2018 թվին իմացել եմ, թե չեմ իմացել, ոչ չեմ իմացել։ Ես 20 թվին էլ չեմ իմացել, 21 թվին էլ չեմ իմացել, 22 թվին էլ չեմ իմացել, 23 թվին էլ չեմ իմացել։ Երբ որ ես իմացել եմ, դրանից կարճ ժամանակ անց ես դրա վերաբերյալ կոնկրետ վերաբերմունք եմ ձևակերպել։ Ես Արգիշտի Քարամյանը Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի է եւ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով իմիջայլոց ունի համապատասխանության բոլոր չափանիշները, իմ առաջարկով կառավարությունը նշանակել է քննչական կոմիտեի նախագահ եւ ես ելի եմ ասել եմ եւ ասում եմ, որ խնդրեմը Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցում համատարած է եւ այդ խնդրեմը պետքա Կտրիչ Ներսիսյանից սկսած ստանա ամբողջական լուծում։ Էլի եմ ասում, եթե դուք արտահայտում եք այդ ձեր հարցի մեջ, ձեր պատասխանը կա։ Եթե դուք ասում եք Քարամյանի հայրը, ուրեմն դրանով արդեն ձևակերպումը ամբողջական տրված է, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, եթե ես նպատակ ունենայի ինտրիգների միջոցով եպիսկոպոսների մի մասի ներգրավումով մյուս մասին, այսպես ասած, գահընկեց անեի, ես այդ խնդիրը վաղուց կլուծեի, որովհետև դա շատ հեշտ լուծվում, բայց ես այդ իմ խնդիրը բացառապես հոգևոր է։ Իմ խնդիրը բացառապես հոգևոր է եւ այո, կուսակրոնության ուխտը խախտած բոլոր առանց բացառության կուսակրոնության ուխտը խախտած բոլոր կուսակրոն հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայության առանց բացառության։ Ես հիմա կարող եմ մի դեպքի մասին ունենալ ավելի շատ տեղեկատվություն, մյուսի մասին պակաս տեղեկատվություն։ Ինձ համար կարևոր է սկզբունքը եւ Հայաստանը եւ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին պետքա վերադառնա հոգևոր կյանքի, այլ ընտրանք չկա։ Շնորհակալ եմ, որ լսեցիք նաև այս դրվագը, հետաքրքիր դրվագ էր կարծում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքից առանձնացրած։ Այս հայտարարությունը երկու բան է նշանակում, որի վրա մի դրվագի մասին արդեն խոսեցինք, այն որ Փաշինյանը ի սկզբանե չուներ նպատակ սրբազանների մի մասին, եպիսկոպոսների մի մասին օգտագործել վեհապարի դեմ, ինչու չուներ նման նպատակ, որովհետև Փաշինյանը կարծում էր, թե դեռ աղջիկ է ինքը, այն աղջիկ ժամանակների հանրային աջակցություն ունի, հեսա մատը կճտցնի ու մի քանի հազար մարդ, մի քանի տասնյակ հազար մարդ կլցվի փողոցներ։ Չեղավ այդպիսի բան եւ Փաշինյանը ստիպված եղավ վերադառնալ հին կագեբեական գործելակերպին։ Այն ինչից ինքը շատ խոսում է, չէ, կագեբե, այ կագեբեական գործելակերպին ինքն է լավ տիրապետում եւ գործի դրեց շանտաժ, սպառնալիք, քրեական գործերի սպառնալիքներ, որպեսզի այն հոգևորականները, ովքեր ավելի շատ մտավախություն ունեն իրենց անձնական հարցերով, նրանք հայտնվեն իշխանության գրպանում։ Ներողություն այս արտահայտությունը օգտագործելու համար, բայց ուրիշ ձևակերպում չկա այս համար։ Եվ երկրորդը, եթե խոսքի վերջի հատվածին ուշադրություն դարձնեք, Փաշինյանը արձանագրում է, որ այն հոգևորականներին, օգոստոսին է դեռ արձանագրել, որ այն հոգևորականներին, ում ինքը հիմա օգտագործում է, այդ մարդկանց եւս ներողություն արտահայտության համար դեն է նետելու, երբ հասնի իր նպատակին։ Սա պիտի իմանա Արգիշտի Քարամյանի կուսակրոն հայրը, սա պիտի իմանա arczepiskopos Կճոյանը, իր անկախ նրանից ինչքան մաքուր անցյալ ունի, ինքն էլ դա պիտի իմանա, սա պիտի իմանա մի խոսքով կուսակրոն Միրզախանյանը, arczepiskopos, բոլոր նրանք, ովքեր մասնակից են այս գործընթացին, սա պետք է իմանան։ Սա պետք է իմանա եպիսկոպոս, թե այս բանին գուցե շփոթվեմ, arczepiskopos Անուշավանը, որը ասում են եկեղեցու մեջ այն բացառիկ հոգևորականներից է, որը խիստ դատապարտում է միասեռ հարաբերությունները։
այդ տրադիցիոնալ պատկերացումներ ունի։ Մի խոսքով, այս բոլոր հոգևորականները ցավոք սրտի օգտագործվելու են եւ դեն են նետվելու Փաշինյանի կողմից։ Սրա մասին ինքը օգոստոսին զգուշացրել է, այնպես չլինի, որ այս մարդիկ ասեն չգիտեինք։ Սրա մասին հատկապես arczepiskopos Քճոյանի մասին հիշեցրեց Ալեն Սիմոնյանը օրերս։ Եվ մի բան հստակ է, այս մարդիկ միացել են Նիկոլ Փաշինյանին սպառնալիքների, շանտաժի, ահաբեկումների ներքո։ Անկախ այն հանգամանքից, որ իրենք վատ գործի են մասնակցում, մենք պետք է հասկանանք, որ իրենք դա չեն անում իրենց կամքով։ Մեծամասնությունը առնվազն այդպես է։ Իրենց կամքով չեն անում դա։ Անում են պետական ապարատի կողմից ահաբեկչության ենթարկվելու պայմաններում։ Եվ սրա մասին էլի ես չեմ ասում։ Սրա մասին եւ ես արձանագրել էի դեռ այդ հարցազրույցի առաջին իսկ օրը հայկական ժամանակի եթերում հայտարարել է քաղաքացիական պայմանագրի падգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Հայկական ժամանակը գիտեք, պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Պատահաբար չէր, որ այս մարդը այս ոչ այդքան խորագետ կինը սա այս հանցավոր հայտարարությունը արեց հայկական ժամանակի եթերում։ Հայկական ժամանակի եթերում անելով այս հայտարարությունը ուղերձ էր հղվում հոգևորականներին, ում հետ վստահաբար ԱԱԾ-ն աշխատում էր, որ այս ուղերձը անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Լիլիթ Ստեփանյանը։ Եթե զուտ Լիլիթ Ստեփանյանի հայտարարությունը լիներ, Civic-ով կանեին, ուրիշ լրատվամիջոցով, Factor-ով կանեին, Ազատությունով կանեին, իրենց այլ լրատվամիջոցներով կանեին։ Իրենք արեցին հայկական ժամանակով, որպիսի կոմպրոմատներից վախեցող հոգևորականների մտքով անգամ չանցնի, որ դա Նիկոլ Փաշինյանը չի ասում։ Իսկ ինչ է ասել Լիլիթ Ստեփանյանը եւ ինչու եմ ես եզրակացության գալիս, որ դա սպառնալիք ու ահաբեկչություն է եւ այս ահաբեկչությունից հետո են այս սրբազանների մեծ մասը որոշել հանձնվել Նիկոլ Փաշինյանին եւ հակաեկեղեցական ապօրինի արշավին մասնակցել, խնդրեմ լսեք, կարծում ցանկացած adekvat մարդ չի կարող ուրիշ եզրահանգման գալ։ Լսենք Լիլիթ Ստեփանյանին եւ վերադառնանք։ Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա այն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակել են։ Եվ ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում ցավով եմ նշում հանկարծ հայ եկեղեցին, մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի։ Ինչ տվյալների եւ ինչ փաստերի մասին է խոսքը Տիկին Ստեփանյան։ Դե գիտեք, ինֆորմացիաներ կամ փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ 1 ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգևորականների շատերը պիղծ են, որ հոգևորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգևորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ օրինակ որոշ հոգևորականներ սեռական մոլագարներ են, KGB-ի ագենտներ են, ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները ըստ երևույթին դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանակի շրջանակներում։ Լսեցիք Լիլիթ Ստեփանյանին Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցի եթերում, վստահ եմ դուք էլ այլ եզրահանգման չեք կարող գալ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը սրանով սպառնացել, շանտաժի է ենթարկել հոգևորականներին, ակնհայտ է։ Ինչ է իրենց առաջարկ, ասում են, կամ հանձնվում եք մեզ, կամ մեր ձեռքի տակ եղած կոմպրոմատներով հայտարարում ենք ձեզ։ Հրապարակայնացնում ենք այդ կոմպրոմատները։ Եվ ահա այս հայտարարությունից հետո, վստահաբար ԱԱԾ-ի անհատական աշխատանքից հետո, որոշ եպիսկոպոսներ եւ arczepiskoposներ միացան Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Միացան անգամ այնպիսի մարդիկ, օրինակ եպիսկոպոս Սարոյանը, Մասացոտնի թեմի առաջնորդը, ով 2 ամիս առաջ մասնակցում էր քննարկումների եկեղեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ եւ խիստ տոնով էր դատապարտում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իսկ երբ ոստիկանությունը գնաց վեհարանի վրա, նա այդ օրը արցունքն աչքերին էր դիմադրում, ասելով, որ
Էս ինչ է անում Փաշինյանը, էս ինչ է անում իշխանությունը։ Իսկ ինչու էր դիմադրում, որովհետև եպիսկոպոս Սարոյանը վստահ եմ 2 ամիս առաջ չգիտեր, որ իշխանությունը կոմպրոմատներով գնալու է իր դուռը եւ ասելու է, որ դու պետք է միանաս հակակեղծական արշավին։ Եվ վստահ եմ ինքը չի ցանկանում այս ճանապարհով գնալ, որովհետև սա այդքան էլ հաճելի ճանապարհ չի։ Գնալ վեհապար հայրապետի դեմ, գնալ մարդկանց դեմ, եկեղեցու դեմ, գնալ ճշմարտության դեմ, հա։ Ի վերջո օրինակ Սարոյանի պարագայում նաև մարդկային հանգամանքը կա։ Վեհապար հայրապետը հրապարակային տվյալների հիման վրա կարող ենք ասել, ամեն կերպ աջակցել է իրեն, որպեսզի ինքը լավ կրթություն ստանա, եկեղեցու մեջ նշանավոր դերակատարում ունենա, հա։ Եվ սա նաև մարդկային դաշտում անհասկանալի։ Ես վստահ եմ ինքն իր սրտի մեջ չի ուզում սա անել, ստիպված է մարդը սա անել։ Բայց դա ամեն մեկը ինքն է ընտրում, տրվել շանտաժներին թե ոչ, սա իհարկե գովելի բան չէ, բայց միևնույն ժամանակ ամեն դատապարտող թող ինքն իր մեջ մտածի, ինքը ինչ կաներ, երբ այն կոմպրոմատը, որ կա եպիսկոպոս Սարոյանի վրա, իր վրա լիներ։ Սա եւս մտածելու տեղիք պիտի տար։ Բայց ինչպես սկզբում արձանագրեցինք, եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս ապօրինությունները Փաշինյանի քաղաքական մահն էին, որովհետև ցույց տվեցին իր ամբողջ դատարկությունը։ Ինքը հիմա մնացել է arczepiskopos Կճոյանի հույսին։ Arczepiskopos Կճոյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի հենարանը եկեղեցու դեմ արշավում եւ չհավատալով, չպնդելով, որ Փաշինյանի խոսքերը ճշմարտություն են, arczepiskopos Կճոյանը եւ իր կերպարը հիմնական գործիքն են եղել Նիկոլ Փաշինյանի ձեռքին հակաեկեղեցական արշավներ իրականացնելու։ Ընդ որում, խոսքը տասնամյակներ տևող արշավների մասին է։ Եվ այդ բոլոր ժամանակներում Կճոյանի վարքն ու բարքը, արածն ու չարածը, իրականությունն ու հորինվածքը օգտագործվել է Փաշինյանի կողմից եկեղեցուն թիրախավորելու եւ վարկաբեկելու համար։ Խնդրեմ մի կարճ տեսանյութ լսենք, հետո կարևոր հրապարակումներ եմ ընթերցելու հայկական ժամանակից։ Խնդրեմ։ Հայտարարությունը ասել է այնտեղ, որ հայ առաքելական եկեղեցու Արարածան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրի ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին եւ հայ առաքելական եկեղեցու էությանը։ Չհասկացա, հոգեվորականը Bentley ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագարեք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլում եք։ Լսեցիք Փաշինյանին, այսինքն անգամ վերջերս շաբաթներ առաջ, երբ ինքը դեռ չգիտեր, որ Կճոյանի աջակցության կարիքն է ունենալու, ինքը թիրախավորում էր այս մարդուն։ Թիրախավորել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այսինքն Փաշինյանի համար arczepiskopos Կճոյանի կերպար եղել է ամենահարմարը եկեղեցուն թիրախավորելու գործում։ Եվ հիմա ինքը մնացել է այդ arczepiskoposի հույսին։ Միթե խղճալի չի Փաշինյան, իհարկե խղճալի է։ Փաշինյանը իր վարքագիծը, իր հիմիկվա կարգավիճակը բարիս բուն իմաստով եղքելի է եւ այդ մարդը երանելի վիճակում չէ։ Սրա համար եմ ասում, մի հուսահատվեք, որովհետեւ Փաշինյանը շատ ծանր վիճակում է։ Ինքը կերազեր, որ arczepiskopos Կճոյանի կարիքը չունենար։ 2018 թվականին, երբ նրա կարիքը չուներ, վկաներից մեկն էր պատմում օրերս, Իգոր Մուրադյանի թաղման օրը Փաշինյանը հատուկ խնդրել է մարդկանց, որպեսզի մոտենան arczepiskopos Կճոյանին եւ խնդրեն, որ ինքը հանկարծ Փաշինյանի հետ հավասար մուտք չգործի եկեղեցի, իր կողքին չկանգնի։ Պատկերացնում եք 2018-19 թվականին կացա։ Ինչու էր այն ժամանակ այդպես, որովհետեւ կարիքը չուներ, ինքը ուներ հանրային աջակցություն եւ մարդու, որը ինքը անընդհատ օգտագործել է եկեղեցին թիրախավորելու համար իր կողքին կանգնել, պրոբլեմ էր հանրային ընկալման տեսանկյունից։ Բայց հիմա Փաշինյանը հանրային ընկալման խնդիր չունի,
որովհետև հանրային աջակցություն չունի այդ մարդը։ Ինքը հանրության կարծիքը հաշվի առնելու կարիքը չունի, որովհետև հանրությունը իրեն չի աջակցում, իրեն աջակցում է հանրության մի փոքր հատված, մեր հայրենակիցներն են, որևէ մեկը չփորձի նրանց թիրախավորել, մոլորված հայրենակիցներ են, այդ փոքր զանգվածը Փաշինյանին անգամ կաջակցի այն պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի գիրկը թռած հարցակվի եկեղեցու վրա։ Էլի այդ մարդիկ աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, ասեք այդ մարդիկ ուղղակի անհույս մոլորվածներ են։ Հիմա ընթերցեմ մի քանի հոդված Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակից միայն նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հավատացողներից որևէ մեկը եթե կլսի այս հաղորդումը, եւ ես կխնդրեմ ընկերներից, որպեսզի հնարավորինս շատ տարածեն, որպեսզի այդ մարդիկ լսեն, տեսնի, որ այս մարդը ստախոս է, ոտքի ծայրից մինչև մազի ծայրը։ Նիկոլ Փաշինյանը չի կարող առանց ստի, սուտը իր կենսակերպն է, թթվածինն է, հացն ու ջուրն է, առանց ստի կեղծիկ ես մարդ ուղղակի կավարտվի, ինչպես հիմա ավարտվել է։ Ուրեմն, հայկական ժամանակը գրում է հոդված նման վերնագրով. Կճոյան սրբազան ատրճանակ սիրուհի գործակալ Bentley Offshore Նավասարդ arczepiskopos Կճոյանը եկեղեցական երկրորդ պաշտոնյան է կաթողիկոսից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ պաշտոնական տիտղոսով։ Նրա առօրյան սակայն շատ աշխարհիկ է, սկսած կենցաղային շքեղություններից ու վայելքներից, վերջացրած ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների անբաժանելի շվաքը լինելու հանգամանքով։ Վերջին օֆշորային սկանդալը պատահական չէ։ Այս առիթով արժե նրա կյանքից հիշել մի երկու դրվագ, որ ժամանակին հրապարակվել է մամուլում։ Դրանք որպես ֆոն հասկանալի են դարձում, թե ինչու օֆշորային հայտնի սկանդալի մեջ Տիգրան Սարգսյանի հետ հենց Կճոյանը պիտի հայտնվեր, եւ թե ինչու արտարոցագույն այդ փաստը շատ մեծ զարմանք չառաջացրեց, ինչպես դա կլիներ, ասենք, այլ եկեղեցականի դեպքում։ Զարմանալի է, սակայն, որ այն արժանի հակազդում չի առաջացնում հայ առաքելական եկեղեցու վարկին նախանձախնդիր բազմահազար հավատացյալների եւ հենց եկեղեցու շրջանում։ Հայկական ժամանակ, դա 2013-14 թվականի հոդված է։ Ուրեմն հաջորդ հոդվածը Նավասարդ arczepiskoposi զենքը հավատն է, թե ատրճանակը։ Հայկական ժամանակ նոյեմբերի 15, 2007 թվական։ Հանրապետական կուսակցության վերջին համագումարումի պաշտպանություն Սերժ Սարգսյանի տեխնատության Աստծո զորության բոցաշունչ ճառ է արտասանել հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Arczepiskopոսն ընդհանրապես հայտնի է իր սկանդալային պատմություններով, ինչպես օրինակ 1995 թվականի ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը մի գործակալական ահազանգի հիման վրա խուզարկել էր Նավասարդ Կճոյանի աշտարակում գտնվող տունը եւ հայտնաբերել 4 ատրճանակ, որից հետո ձերբակալել էր եպիսկոպոսին եւ 2 օր պահել կալանքի տակ։ Այնուհետև Կճոյանը ազատ է արձակվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Այի միջնորդությամբ։ Բացառված չէ, որ ընկներ Կճոյան Սերժ Սարգսյանի թիմում հավաքագրվել է, ընկեր Կճոյանը Սերժ Սարգսյանի թիմում հավաքագրվել է հենց այդ թվականին։ Իսկ մի քանի տարի առաջ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրավերով Հայաստան էր ժամանել Կոստանդնապոլսի տիեզերական պատրիարք Բարդիղումեոսը։ Օդանավականից Էջմիածին գնալու ճանապարհին Կճոյանի ավտոմեքենան հավասարվել էր պատրիարքի մեքենային, Կճոյանը կատակով ատրճանակը հանել էր պատուհանից եւ ուղղել պատրիարքի կողմը, ինչից վերջինս ուշագնաց էր եղել։ Մինչդեռ Կճոյանի հայտնի պլակատում գրված է. «Իմ զենքը իմ հավատն է»։ Այստեղ նկատենք, որ Գարեգին Այի մասին է խոսքը, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ուրեմն կրկին ընկեր Սրբազան Կճոյանի մասին, հայկական ժամանակ։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը իզուր շտապեց պատասխանել մեր ռեպլիկին, որ վերաբերում էր նրա արկածախնդրական անցյալի երկու դրվագին։ Մենք պարզ մարդկային նպատակ ունենք զգուշացնել Սրբազանին, որ չարժե կանգնել այն մարդկանց կողքին, որոնց նկատմամբ արժանիորեն ընդհանուր բացասական վերաբերմունք կա։ Չարժե, որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը, այն էլ arczepiskoposi աստիճանով թիկնապահի նման կանգնի քրիստոնեական արժեքներից ընդհանրապես հերու Քոչարյանի թիկունքում։ Չարժե, որ հայ եկեղեցու սպասավորը օրնանքի խոսք ասի եւ դիֆերամներ երկի մի կուսակցության համագումարում, որը նացիզմ ցեղակրոնություն է դավանում։ Չէ, որ ցեղակրոնը ինքնորոշումն արդեն իսկ նշանակում է քրիստոնեության մերժում,
այս կուսակցության իրոք մերժում է քրիստոնեություն եւ համարում է, որ հայ ժողովուրդը պատմականորեն կշահեր, եթե պահպանվեր հեթանոսությունը, հայտնի է, որ նրա առաջնորդները հեթանոսական ծեսերի են մասնակցել։ Իսկ հիմա մեր ռեպլիկի առիթով ընկեր Սրբազանի տված բացատրության մասին նա ասում է ատրճանակի եւ այլ պատմությունները կապված են այլ մարդկանց հետ։ Ես հանդես եմ եկել որպես միջնորդ Առավոտ օրաթերթ նոյեմբերի 16 2007 Նավասարդ arczepiskopos Կճոյանը ճիշտ է ասում, հարգելով հայ առաքելական եկեղեցու համարումը եւ չուզենալով վիրավորել նրա հավատացյալներին, մենք մի քիչ խմբագրել մեղմել ենք իրականությունը։ Հիշյալ 4 ատրճանակները մի գործակալի տեղեկացմամբ ազգային անվտանգությունը Կճոյանի աշտարակի տանը չէր հայտնաբերել, այլ իր մի անգամ էլ խնայեք Սրբազանի եւ մեղմ բարօգտագործենք մտերմուհու տանը։ Խեղճ կինը ստիպված էր եղել խոստովանել, թե ում են դրանք պատկանում եւ ինչու են իր մոտ պահվում, ինչից հետո էլ arczepiskopos-ը ձերբակալվել էր։ Իրենց ուժը չկորցրած համապատասխան փաստաթղթերը կամ պետք է գտնվեն ազգային անվտանգության համապատասխան գործում կամ Սերժ Սարգսյանի դարակում։ Հայկական ժամանակ նոյեմբերի 20 2007 թվական Ես չեմ պնդում, որ այս հրապարակումները ծայրից ծայր ճշմարտություն են, բայց այս հրապարակումները Նիկոլ Փաշինյանի կողմից են արվել իր խմբագրած թերթում։ Այսինքն Փաշինյանը առնվազն նման պատկերացում է ունեցել arczepiskopos Կճոյանի մասին կամ զրպարտել է։ Հիմա երկու բան։ Կամ Փաշինյանը զրպարտել է եւ անհասկանալի է, թե ինչու է Կճոյանը միացել իրեն, իսկ եթե զրպարտած լիներ Կճոյանը վախենալու բան չէր ունենա կոմպրոմատներից, կամ Փաշինյանը այնքան է ընկել, ինչի մասին արդեն խոսում ենք, որ ինքը խոնարհվում եւ որդիաբար համբուրում է arczepiskopos Կճոյանի ձեռքը այն պարագայում, երբ ինքը նման հրապարակումներ է արել այդ մարդու մասին։ Դուք կարծում եք լավորից է Փաշինյանը նման բան անում։ Իհարկե ոչ։ Փաշինյանը շատ կուզեր, որ այս պատկերը չլիներ այն ինչ որ մենք տեսանք Սուրբ Սարգիս եկեղեցում։ Որ ստիպված չլիներ arczepiskopos Կճոյանի ձեռքը սեղմել, գրկախառնվել, ստիպված չլիներ նման գործընթացի միջով անցնել, բայց ժողովուրդը իր մերժմամբ Փաշինյանին բերեց հասցրեց այստեղ։ Էնպես որ հուսահատվելու կարիք չկա, Փաշինյանի առաջի պլանը արդեն արձանագրեցինք, տապալվել է։ Երկրորդ պլանն էլ կարող է տապալվել, եթե եկեղեցու հարգարժան հայրերը վեհապար հայրապետի գլխավորությամբ ամուր իրենց դիրքում մնան։ Երեք մենք լսեցինք, ընթերցեցինք նաև arczepiskoposներ Բագրատ Գալստանյանի եւ Միքայել Աչապայանի խոսքը, սրբազանները կրկին կոչ էին անում վեհապարին ամուր մնալ իր դիրքում։ Մյուս կողմից դատապարտում էին այս դավադիր հոգևորականներին եւ ես միայն նաեւ սրբազանների խոսքից հետո ինձ իրավունք վերապահեցի խոսել այս թեմայի մասին, սրբազանների գնահատականներից հետո եւ մի շարք այլ հոգևորականների գնահատականներից հետո եւ այո, եթե վեհապար հայրապետը ամուր է մնում իր դիրքում, ժողովուրդը չի աջակցում Նիկոլ Փաշինյան, ժողովուրդը մերժել է Փաշինյանի օրակարգը, ինքը մնացել է փաստորեն մարդկանց հույսին, ում վրա ունի կոմպրոմատներ։ Ես վստահեցնում եմ ձեզ այդ կոմպրոմատներն էլ ինչ որ ժամանակ հետո կարող են չաշխատել, այսինքն երբ օրինակ Կճոյանը տեսնի, որ մարդիկ չեն միանում Նիկոլ Փաշինյանին, վեհապարը չի հեռանում, ինքն էլ կաթողիկոս դառնալու հնարավորություն ոնց որ թե չունի, ես կասկածում եմ, որ երկրորդ պատարակը կմատուցի Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, կամ կվախենա այդ կոմպրոմատներից Փաշինյանի։ Այնպես որ այո, օգնենք նաև Նիկոլ Փաշինյանի գերության մեջ, պատանդառության մեջ հայտնված սրբազաններին չվախենալ Նիկոլ Փաշինյանի կողմից դեմ տրվող իրական կամ հորինված կոմպրոմատներից եւ չմիանել հակաեկեղեցական արշավին։ Մյուս կողմից այս ամբողջ գործընթացը մի բանի մասին խոսեց։ Փաշինյանը, այս ստախոս մարդը, ուրեմն իր ուսերին ունի որպես բեռ ամբողջ երրորդ հանրապետության կեղտը եւ թերությունները, սխալը, հանցավորությունը։ Այս ամեն ինչը նոր չի իհարկե։ Այդ մգեր արմենյաները, այդ իբրև թե մտավորականները, որոնք Փաշինյանի համապատասխան տեղում էին, նրանք Նիկոլ Փաշինյանի համապատասխան տեղում էին, ներողություն,
նախորդ իշխանությունների համապատասխան տեղում էին։ Մտավորականներ, չգիտեմ, լրագրողներ, տարբեր պաշտոնյաներ, նախկին նախարարներ, падգամավորներ, որոնք այսօր սպասարկում են Փաշինյանին եւ հայտնի են իրենց կեղտոտ անցյալով, նրանք նույնքան կեղտոտ անցյալ ունեն նաեւ նախորդ իշխանությունների, դրանից առաջ եղած իշխանությունների ժամանակ։ Այս հոգևորականների մասին ինչ մենք խոսում ենք, ինչ հայտնի է հանրությանը, հայտնի էր նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն վարք ու բարքը, կոռուպցիան, թալանը, որ հիմա խոսվում է, կար նաև նախորդ իշխանությունների ժամանակ։ Բայց նախորդ իշխանությունների ժամանակ կար մի առավելություն, երրորդ հանրապետություն ուներ մի առավելություն, դա ազատագրված Արցախն էր։ Հիմա Փաշինյանը երրորդ հանրապետության միակ դրական բանը հանձնել է, միակ դրական կողմը զիջել է, ոչնչացրել է եւ ինքը իր մեջ իր շուրջ խտացրել է երրորդ հանրապետության ամբողջ կեղտը եւ հանցագործությունները, թերությունները։ Եվ սրանով նաեւ ավարտվել է որպես մարդ։ Փաշինյանը դարձել է երրորդ հանրապետության մոնումենտը, առանց Արցախի երրորդ հանրապետության մոնումենտը։ Երրորդ հանրապետությունը արդեն ունեցել է մի դրական բան, դա Արցախի ազատագրումն է, Փաշինյանը ոչնչացրել է դա եւ ворթեգրել է ամբողջ կեղտն ու սրբապղծությունը, թերությունները, հանցագործությունները, որ եղել են երրորդ հանրապետության ժամանակ։ Դրանք հիմա էլ կան եւ դրանք Փաշինյանի զավակներն են, ворթեգիր զավակներն են։ Այսքանը հարգելի ընկերներ, այս եթերի շրջանակում, այս ֆորմատով կարծում չպիտի հուսահատվել եւ անել այնինչ կարող եք անել որպես մասնագետներ, քաղաքացիներ եւ վստահ եղեք լինելու է միանշանակ Աստծո կամքը, ինչ էլ որ այն լինի։ Ցտեսություն, կհանդիպենք։